մեջ մտնելը։ Ինչպես արդեն նշեցի, ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները եւ նպաստները վճարվելու են անկախի եղանակով։ Մինչև սույն թվականի մարտի 5-ը մենք խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը եւ ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկախի եղանակով։ Եվ եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով, այսինքն քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք որ եւ օբյեկտիվ եւ միգուցե նաեւ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու նաեւ բավական ժամանակ, որպեսզի երբ որ այդ ընտրությունը կատարվի, մենք կարողանանք քարտերը առաքել տուն։ Եվ նորից խնդրում եմ դա մարտի 5-ը մինչև անել այն քաղաքացիներին, որոնք դա կարող են անել ինքնուրույն, եւ մենք տեսնում ենք, որ դա արդեն տեղի է ունենում, հարգելի գործընկերներ, ուզում եմ մի թիվ հնչեցնել։ Մենք դեկտեմբերի սկզբին, որ այս խոսակցությունը նոր սկսվեց անկախիկի ամբողջությամբ անցնելու, եւ եթե չեմ սխալվում, հենց կառավարության նիստին ունենք մոտ 50,000 քաղաքացի, ով ստանում էր կանխիկ եղանակով կենսաթոշակներ նպաստները, եւ մենք այսօր առավոտվա դրությամբ ունենք 21,539 քաղաքացի, այսինքն այդ 30,000 մոտ քաղաքացիներ ինքնուրույն արդեն անցել են անկախիկի դաշտ, եւ օրական մոտ 1000-1500 քաղաքացի դեռ շարունակում են ինքնուրույն անցնել, եւ ես դրա համար եմ նաեւ կոչ անում, որ դա մեր քաղաքացիները անեն ինքնուրույն եւ ընտրեն իրենց նախընտրած բանկը։ Սա ինչի եմ հատուկ ասում, որովհետեւ մյուս դեպքում ավտոմատ է լինելու ընտրությունը, այսինքն համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով, հաշվի առնելով որոշ պարամետրեր, այդ ընտրությունը կատարվելու է համակարգի կողմից, որպեսզի որևէ մեկը ապրիլի 1-ի դրությամբ զրկված չլինի իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից։ Դրանից հետո ընտրությունը ավտոմատ կատարելուց հետո մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը մենք ապահովելու ենք քարտերի առաքումը սուրհանդակային ծառայության միջոցով, տարբեր տեսակի ծառայություններ կարող են լինել կամ բանկեր, որ իրենք են պատրաստական դա անել, կամ բանկեր, որ մեր միջոցով դա կարվի, հիմա նաև այդ բանակցությունները շարունակվում են, եւ մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինելու փոխել վճարողին, այսինքն եթե բանկը ավտոմատ ընտրվել է, ապա մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինելու փոխել, որպեսզի սահուն անցումը կատարենք։ Ապրիլի 1-ից հետո ընդհանուր կարգով հնարավոր է արդեն քաղաքացին կարող է ինքնուրույն որոշել։ Եվ այդ առաքումից հետո արդեն հաջորդ կենսաթոշակը, որը վճարվելու է ապրիլի 1-ին, կենսաթոշակ եւ նպաստ կստանան քաղաքացիները իրենց քարտով։ Իհարկե գործընթացում մենք շատ խոչընդոտների ենք հանդիպում, ընդհանուր մինչև օրինակ քաղաքացիներ ունենք, որոնք չունեն վավեր անձնագիր, որը խոչընդոտում է նրանց բանկում հաշիվ բացել, եւ մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք, որ այդ հարցը լուծենք, ընդհանուր այցելում ենք մեր քաղաքացիների տուն, ինքներս ենք անում այդ գործընթացը, նույնիսկ նկարում ենք, նկարատպում ենք, իրենց փոխարեն դիմում ենք, լրացնում, որ հնարավորինս սահուն տեղի ունենա։ Եվ այլ, ասենք, քաղաքացիներ կան էլեկտրոնային փոստի հասցե չունեն, քաղաքացիներ կան նույնիսկ հեռախոս չունեն անձնական, որովհետև, ասենք, օրինակ շատ մեծ տարիքի են եւ հաշմանդամություն ունեն իրենց ընտանիքի անդամներն են իրենց հոգում կարիքները, եւ այդպիսի նույնիսկ ինդիվիդուալ կերպով փորձում ենք այդպես անել, որ ապրիլի 1-ի դրությամբ որևէ մեկը զրկված չլինի իր կենսաթոշակը ստանալու իրավունքից։ Մի բան եմ ուզում միանգամից տեղեկացնել, թեև կառավարության որոշումով դա դեռ ընդունված չի, մենք կամ մյուս կամ մոտակա նիստերին կբերենք եւս մեկ որոշում, որով կսահմանենք այդ քաղաքացիների ցանկը, ում առաքելու ենք այդ քարտերը, դրանք լինելու են նախնական, բայց իհարկե կքննարկենք ձեր բոլորի հետ, ձեր կարծիքն է կլսենք, պարզապես ուզում եմ արդեն հնչեցնել մեր պատկերացումները, դրանք բոլոր խորը սահմանափակում ունեցող քաղաքացիներն են կամ առաջի կարգ ունեցողները, 85-ից բարձր մեր քաղաքացիներն են, 85 տարեկանից բարձր եւ 75-ից 85 տարեկան ծանր սահմանափակում ունեցող կամ երկրորդ կարգ ունեցող քաղաքացիներն են։ Մեր պատկերացմամբ պետք է այդ շրջանակը ամբողջությամբ ներառի այն քաղաքացիներն, որոնք օբյեկտիվորեն չեն կարող ինքնուրույն գնալ բանկ եւ այդ հաշիվները բացել, բայց որոշումը ընդունելուց հետո իհարկե նորից դրա մասին կհայտարարենք։ Եվ քանի որ մենք այս անկախիկի անցումը
դիտարկում ենք նաև որպես հավելյալ եկամուտի աղբյուր մեր քաղաքացիների համար, եթե թույլ տաք հետվճարի թվերն էլ հնչեցնեմ, պարոն Գրիգորյան, որտեվ մենք նաև եւ օրենքով ենք եւ կառավարության որոշումով փոխեցինք շեմը, դարձրեցինք 20% մինչեւ 10,000 դրամ հունվարից արդեն, եւ մենք 3 արդեն փոխանցումները կատարել եւ ամփոփել ենք, եւ նաեւ ինքնըստինքյան process-ը զարգանում էր, այսինքն նույնիսկ 40%-ի բարձրացման ամեն ամիս ավելի շատ մարդիկ էին օգտվում այդ ծրագրից։ Եվ վերջի տվյալները հետևյալն են, ուրեմն մենք 415,228 քաղաքացի ունենք արդեն օգտվող այդ ծրագրից հունվար ամսվա ընթացքում, ի համեմատ 415,228 ի համեմատ 400,572, այսինքն եւս 15,000 քաղաքացի օգտվում է այդ վճարի ծառայություններից հունվար ամսին ի համեմատ դեկտեմբերի, եւ հունվարին վճարել են 2.9 միլիարդ դրամի հետվճար, ի համեմատ 1.8 միլիարդ դրամի դեկտեմբերի, այսինքն 1.1 միլիարդ դրամով ավելի, եւ միջին հետվճարի չափը կազմել է 7,000 դրամ մոտ, որտեղ տարբեր քաղաքացիներ տարբեր կերպ են, ասենք, առևտուրարը եւ իրենց ի սկզբանե թոշակներն տարբեր են եղել, բայց գիտենք, որ յուրաքանչյուրի դեպքում լիմիտը 10,000-ն է եւ շատ քաղաքացիներ հենց 10,000-ը ստացել են, ի համեմատ նախկինի 4,400-ի, այսինքն դեկտեմբերին միջինը 4,400 էր եւ եթե միջինով զուտ համեմատենք 2,600 դրամի աճ ունենք, բայց յուրաքանչյուր անձի պարագայում դա 4,000 դրամ աճ էր, այսինքն 6,000-ը 10,000-ի դիմաց։ Եվ նորից խրախուսում ենք մեր քաղաքացիներին օգտվել անկանխիկ առևտրի եղանակից եւ իրենք իսկ իրենց ձեռքով ըստ էության բարձրացնել իրենց կենսաթոշակները եւ նպաստները մինչեւ 10,000 դրամի չափով 20%-ի սահմաններում իրենց կենսաթոշակից եւ նպաստից։ Եթե հարցեր կլինեն, պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, խնդրեմ պատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Թերոսյան, ես ինչ որ դուք ասացիք մի պրոբլեմատիկ հարց կա, որը կարող ենք այսօրվանից փորձել մի հատ հասկանալ, այդ վավեր անձնագիր չունենալու խնդիրը դա պրոբլեմ կդառնա։ Ես հասկանում եմ, որ դուք ձեր ամբողջ անձնակազմը օգնում ա, որպեսզի մարդիկ բանկային հաշվի պայմանագիր կնքեն եւ քարտ ստանան, բայց այդ անձնագիրը, որ վավեր չեղավ, դա կդառնա պրոբլեմ, նույնիսկ ձեր օգնությամբ հնարավոր չի լինելու դա անել, էլի։ Ես գուցե մի հատ բազաները տեսնենք ով չունի անձնագիր։ Ունենք, անուն ազգանունով գիտենք ով չունի, այսինքն մենք օգնում ենք, որ անձնագիր ստանան, որպիսի կարողանան կնքել եւ աշխատում ենք մեր գործընկերների հետ, ներքին գործերի նախարարության, ընդհանուր մինչեւ շրջիկ խմբերով մասսայականության բան հասկանալ 2500 հոգու մասին է խոսքը։ 2500 հոգու մասին է խոսքը։ Քիչ չի։ Որոնք չունեն այն պատճառով, որովհետև կարիք չեն ունեցել ըստ էության որևէ ծառայությունից օգտվելու եւ իրենց կանխիկ կենսաթոշակը ստացել են, բայց հիմա առիթը ծագել է, արդեն շատերին կազմակերպել ենք եւ ճիշտ եք ասում, մեր միասնական սոցիալական ծառայության ըստ էության ամբողջ անձնակազմը հիմա դրանով է զբաղվում, որպեսզի ապրիլի 1-ի դրությամբ որևէ մեկ քաղաքացի իր իրավունքից չզրկվի կենսաթոշակ եւ նպաստանալ։ Որովհետեւ մեծ թիվ է, անկեղծ ասած։ Փորձում ենք հասցնել մեր պատկերացումով մինչեւ մարտի 5-ը թիվը կիջնի 10,000-ի մոտ, որտեղ օրական 1000-ից 1500 իջնում է ինքնական փոխողների եւ այդ 10,000-ի հարցը մենք կլուծենք։ Չեմ բացառում, որ շատ, ասենք, հատուկենտ դեպքեր ինչ որ ինդիվիդուալ պատճառներով պրոբլեմատիկ լինի, բայց միևնույն է նրանք չեն զրկվի իրենց կենսաթոշակից եւ նպաստից, որտեղ դա այնուամենայնիվ կփոխանցվի, կդեպոնացվի հետո։ Այո, որտեղ հաշիվները ավտոմատ կբացվեն, սրանք հատուկ բնույթի հաշիվներ են, որ մեր դիմումի հիման վրա են բացվում բանկերում եւ բոլոր քաղաքացիները կստանան իրենց կենսաթոշակը եւ նպաստը։ Իսակցիան ինքը շատ մեծ դիսկրետ բան է, բեռա լինելու թե կարողանանք բաշխենք անել այդ անձնագրերի նորացումը։ Չէ, պարոն Գրիգորյան, մենք ինտենսիվ պարոն Թորոսյանի եւ անձնակազմի հետ աշխատում ենք, հատկապես ինտենսիվացրել ենք նաեւ մեր շրջիկ սպասարկման գրասենյակների կողմից այցելությունները, տարածքներ եւ նաեւ ունենք տնայցերի ռեժիմ եւս, փորձելու ենք հնարավորինս ամբողջ ծավալը սպասարկենք մինչեւ պարոն Թորոսյանի նշած ժամկետը, բայց այն պայմաններում, երբ որ նույնիսկ չհասցնենք որոշ անձնագրեր տանք, միևնույն է իրավունքը պահպանվելու, այսինքն կծածկենք այս հարցը։ Չեմ ասում, որ դա ինչ որ չեմ էլ ուզում
ուզում ցայտնոտ լինի, ուղղակի իմ մոտ հարց առաջացավ, մենք բիզնես process-ով կարողանում ենք անձնագրի տրամադրման հետ կապված ամբողջ process-ը կազմակերպել տանը։ Թե դա անհնարին է, որովհետև ես վստահ եմ, որ պարոն Թովոսյանը ինչպես նշեց, մարդիկ կան, որ շարժունակության խնդիրներ ունեն, ինչը եւ եթե լինի շարժունակության խնդիր եւ չլինի անձնագիր, նշանակում է մենք պիտի ձևաչափ գտնենք, որ տանը անձնագիրը տանք։ Պարոն Գրիգորյան, խնդիր չկա, մենք ամբողջը կազմակերպում ենք, քանի որ բիոմետրիկի հարցեսպայդրությամբ չունենք, դրանք շատ ավելի հեշտ լուծելի հարցեր են այս պահին։ Եթե իրենք ID նույնականացման քարտը ունենան, անձնագիր չունենան, հնարավոր է նույնականացման քարտով անել, ես կարծում եմ հնարավոր չէ։ Նույն վավեր անձը հաստատող փաստաթուղթ է, բայց այս դեպքերը նրանք են, որոնք չունեն, երկուսն չունեն։ Հա ու տանը ինչ ենք անում, ասենք նույնիսկ ֆոտոն ենք տանը անում, տանում ենք, տպագրում ենք, մեր գործընկերներն ենք փոխանցում, իրեն գալիս են դիմումը վերցնում են, որտեղ դիմում լրացնելու գործառույթը իրանցն է եւ հետո անձնագիրը տալիս են։ Ես կարծում եմ մեր հատուկ գործողությունները, ջանքերը պիտի դնենք մեր թոշակառուների համար, բայց նպաստացողները թող գնան։ Նպաստ, որ ասում եմ, այդ ընդհանուր ձևակերպումն է այդպեսին, օրինակ ծերության նպաստը նույնպես նպաստ է այն ավակ սերնդի ներկայացուցիչների, որոնք բավարար աշխատանքային ստաժ չունեն։ Հասկանալի է, չէ՞, ուզում եմ ասեմ, ավակ սերնդի համար բնականաբար ամեն ինչ պիտի անենք, բայց երիտասարդները թող բարի լինեն, գնան իրանց խնդիրները լուծեն, օգնեն մեզ, որովհետև այս ռեֆորմը կարծում եմ վերջի փուլն է եւ մենք չենք հետաձգելու անկանխիկի անցնելու մեր քաղաքականություն։ Պարոն Գրիգորյան, հաշվի առնելով, որ 666,000 հոգու մասին ենք խոսում, ըստ էության ճնշող մեծամասնությունը արդեն լուծել է այդ հարցը եւ միայն այս 21,000 մեր քաղաքացիներ, որ այսօրվա դրությամբ դեռ կանխիկի ռեժիմում են, որոնք ամեն օր փոխվում են եւ նաեւ մեր խրախուսական մեխանիզմների շնորհիվ հետվճարի եւ բավական ըստ էության էական չափ է այդ հետվճարը, բայց այն մնացածի հարցերը ոնց ասեցի, իմ նշած մեխանիզմով կլուծենք։ Եվ կներեք, եւ նաեւ դրա համար էինք խնդրել մենք այն ժամանակ վարչապետից այս 3 ամսվա ժամանակահատվածը, որպեսզի հասցնենք, որտեվ հունվարի 1-ից հնարավոր չէ լինելու սա անել։ Շատ լավ, պարոն Թովոսյան, ամեն դեպքում եթե ինչ-որ կրկին հավաքվելու կարիք լինի եւ քննարկելու, ասեք, որ պահին որ պետք լինի, էլի կարող ենք հավաքվել ու նոր լուծումներով անպայման պետք է հասցնենք ապրիլի 1-ը վերջի ամսաթիվ որպես ընդունենք եւ ավարտենք այդ կանխիկի էպոպեան թոշակների եւ նպաստների, ինչը որ մեծ հաջողություն է երկրի համար, ես կարծում եմ։ Շատ շնորհակալություն, խնդրեմ հարցեր, առաջարկություններ, համեցեք։ Պարոն Թորոսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ անկանխիկի անցնելու պարագայում նաև մեր քաղաքացիները հետվճարային համակարգի շնորհիվ հավելյալ գումարներ կարող են ստանալ, ուզում եմ նաև հիշեցնել գործընկերներին եւ հարց տալ ձեզ, մասնավորապես այն մասին, որ նաև անկանխիկ ձևաչափով կենսաթոշակները վճարելու պարագայում հավելյալ ֆինանսական բեռեր նաև պետության վրա ծառանում, այ 25-ի պարագայում մենք հավելյալ որքան գումար ենք ծախսել եւ արդեն անկանխիկին անցնելու դեպքում նաեւ ինչ ծավալի խնայողություններ կունենանք։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, տարեկան գումարը մոտ 600 միլիոն դրամի մասն է խոսում, որը 600 դրամի մասն է խոսքը, որը վճարում ենք Հայփոստին։ Հիմա այս տարի իհարկե ամբողջը չի որ կխնայենք, որտեղ առնվազն որոշ քաղաքացիների հունվար, փետրվար, մարտ ամիսները այնուամենայնիվ կանխիկ է վճարվելու, բայց դրա ճնշող մեծամասնությունը ըստ էության կխնայվի, մյուս տարի ընդհանրապես ծախս չի լինի եւ դա կուղենք արդեն մեր բյուջետային գործընթացի շրջանակներում մեր այլ կարևոր ծրագրերին։ Այսինքն ինքը քիչ գումար չի նաև խնայողության տեսանկյունից։ Այո, եւ ես կարծում եմ, որ այդ քեշբեքի մեխանիզմը շատ լավ մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս թիրախային բազմաթիվ այլ միջոցառումներ իրականացնել եւ զարգացնել այս տրամաբանությունը, ըստ էության բարձրացնելով թոշակները։ Դա հնարավոր չի անել կանխիկի պարագայում, որովհետև ըստ էության կանխիկ վճարման պարագայում կապն է կորում մեր թոշակառուների հետ կամ նպաստացողների
Բայց հիմա մեր քայլերը վկայում են նրա մասին, որ դա հետևականորեն զարգացող համակարգ է, ես արդեն 20% է, չէ, հետ վճարի 20% մինչև 10,000 դրամ։ Տեսեք, ըստ էության թոշակառուները մեր հարգարժան ազատված են ԱՀՀ-ից այլևս դեռ ավելին, օրինակ դեղերի մասով եւ այլն։ Ուզում եմ ասեմ, ստեղ նաեւ թիրախային ֆիսկալ քաղաքականություն անելու լավ հնարավորություն ենք ստանում, որպեսզի նաեւ հարկային արտոնությունները լինեն ոչ թե խառը, անթիրախ, այլ շատ կոնկրետ ու շատ թիրախավորված։ Եվ այս իմաստով ես կարծում եմ այդ համակարգի գոյությունը ապրիլի 1-ից ինքը շատ լուրջ ու մեծ արժեքավոր գործ է, որ մենք արեցինք։ Համաձայն եմ պարոն Գրիգորյան, իրականում ապրիլի 1-ից ընդամենը շատ փոքրաթիվ քաղաքացիների համար է սկսում, բոլոր մնացածի համար դա արդեն իսկ աշխատում է հունվարի 1-ից 20%-ով 10,000 դրամի չափով եւ թվերը վկայում են դրա մասին եւ տենդենսներն էլ են դրա մասին վկայում։ Ես սա նաեւ խոսում եմ այդ արձագանքելիությանը մասին, այսինքն մեր քաղաքացիները ակնհայտորեն արձագանքում են այդ մեր գործիքին, որը մենք տվել ենք։ Ես գիտեք ինչ նկատի ունեի։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե 20,000 կամ 30,000 մարդ դեռևս չէր մասնակցում, մեր հնարավորությունները միջոցառումներ իրականացնելու սահմանափակվում էր։ Ես այդ տեսանկյունից եմ հարցին նայում։ Հիմա դուք ունենալու եք ամբողջական ըստ էության համակարգ, որը ձեր համար դառնալու է սոցիալական աջակցության թիրախավորված գործիքներ տարածելու ռեալ գործող կարծում եմ հարթակ։ Մինչև ապրիլի 1-ը մենք չունեինք, որովհետև միշտ ուզում էինք ինչ-որ գործողություն անեինք, միշտ ասում էինք, բայց ինքը ամբողջական չի ֆոկուս խումբը, որովհետև այդ կանխիկով խզվում էր մի մասը եւ մենք չէինք կարողանում մեր նպատակը տեղ հասցնենք։ Մենք առաջի օրվանից իհարկե շատ մտածում էինք, որ ինչ ափսոս է, որ քեշբեքի համակարգից չեն օգտվում մեր քաղաքացիները, որոնք մինչև հիմա ստանում են կանխիկ։ Մի վերջի բան էլ եթե թույլ կտաք, միշտ մոռանում եմ ասել, բայց կարևոր է, մենք ունենք նաև 2% հետվճարի համակարգը, որը գործում է բոլորի համար եւ եթե մեր կենսաթոշակառու նպաստավորները ընտրեն արկա քարտեր իրենց վճարային տեսակ, նաև նրանք կստանան այդ հավելյալ 2%-ը, որը քիչ գումար չի կրկին ընդհանուրի մեջ նայելով։ Հիմա իրենք իրավունք ունեն այդ քոբեջ քարտերը ընտրեն որպես թոշակային քարտ։ Այո, պարզապես բանկեր կան, որ չեն տրամադրում, բանկեր կան, որ տրամադրում են, հույս ունենք կշատանան այդ բանկերը, որ տրամադրում են, կամ քաղաքացիներ իրենք կթեքվեն դեպի այլ բանկեր եւ կան շատ քաղաքացիներ կան, որ արկա քարտից են օգտվում։ Շատ լավ է, շատ լավ է։ Խնդրեմ հարգելի համեցեք Տիկին Անանեսյան։ Շնորհակալություն, ես մի փոքր լրացում ուզում եի անել, պարոն Գրիգորյան, ձեր ասացի շրջանակներում, որ այս նաև տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տվել ոչ միայն սոցիալական քաղաքականության թիրախավորման, այլ հենց նաև առողջապահական ծախսերի առումով շատ ավելի խնդիրները հասկանալու եւ մեր նաև միջոցները ուղղելու այդ խնդիրները լուծելուն։ Մենք բոլորս գիտենք, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները եւ դա արդեն փաստվում է նաև հավաքագրված տվյալներով, որ ծախսի հիմնական ուղղություններից մեկը դեղորայքի, քրոնիկ դեղորայքի գնման գործընթացն էր, եւ ըստ էության մեր 65+ քաղաքացիներին պետությունը ապահովագրելով մեծամասամբ նրանց հենց կենսաթոշակային ծախսերի մի հատված վերցրեց իր վրա, ինչը նաև ազատում է միջոցներ այլ ծախսեր իրականացնելու համար։ Պարոն Գրիգորյան, իհարկե մենք մեր ուրեմն վիճակագրական տվյալները կամփոփենք եւ կներկայացնենք, բայց մի քանի օրինակով ասեմ, որ մեր միջին էլեկտրոնային դեղատոմսի արժեքը, որ այսօր մեր 65+ քաղաքացիները քրոնիկ հիվանդությունների մասով ստացել են, մի 10,000-ից ավել է, այսինքն մենք ունենք 5,000, 10,000, մինչև 20,000 դրամի ամսական արդեն պետության կողմից փոխհատուցված գումարներ։ Սա նշանակում է, որ այս մեր քաղաքացիների կենսաթոշակի խնայողության առումով նման պատկեր ունենք։ Շատ լավ։ Այդ հատուցումը ապահովագրության մեխանիզմով է։ Շատ լավ։ Այս իրականության մեջ նո հիմա երևի մոտ ապագայում ես կարծում եմ այդ երկու համակարգերը համադրելով շատ հետաքրքիր նոր արտոնությունների մասին կարող ենք խոսել։
Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք։ Պարոն Գրիգորյան, ձեր մի դիտարկմանն եմ ուզում արձագանքել, երբ ասացիք, որ ըստ էության այս համակարգը դառնում է մի գործիք հետագայում ավելի թիրախային սոցիալական քաղաքականություն իրականացնելու համար։ Ես կարծում եմ պահից, երբ որ մենք կկարողանանք ոչ միայն վճարման փաստը, վճարման գումարը ֆիքսել, այլ նաև այդ վճարումը թե ինչի համար է արվում, դա ֆիքսել, այդտեղ կարող ենք այդ թիրախայնության մակարդակը ել ավելի մեծացնել, օրինակ այնպիսի ապրանքների նկատմամբ, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, սա իրոք մեծ հնարավորություն եւ դաշտ է բացում նման բանի համար եւ հուսով եմ դա կունենանք ինչ-որ մի պահի։ Ես կարծում եմ, որ դա հաստատ կունենանք, պարոն նախարար, որովհետեւ այն տվյալը թվային, որ մենք ստանում ենք անկանխիկի քարտի օգտագործմամբ, հնարավորություն է տալիս կոնկրետ մինչև ապրանքի արտոնյալ գին ապահովելու գործիքակազմ կիրառել։ Ես հիմա իհարկե երևի էլի քննարկումներ կունենանք ավելի մանրամասն մի ուրիշ առիթով կխոսենք, բայց ես դեղորայքը ինձ դրա համար էլ օրինակ բերեցի, որովհետև ըստ էության անկանխիկ գնված դեղորայքի պարագայում թվային տվյալը, որ պետությունը ստանում է, մենք տեսնում ենք, որ ծախսը արվել է դեղորայքի վրա, որովհետև ՀԴՄ-ով այնուամենայնիվ կամ երևում է կամ շատ շուտով այլևս երևալու է, որ այդ ծախսը արվել է դեղորայքի վրա եւ շատ կոնկրետ առնվազն տուփի մակարդակով։ Ինչը նշանակում է, որ եթե մենք մտադրություն ունենք այդ իմաստով օժանդակություն կամ աջակցություն իրականացնել, ինքը շատ կոնկրետ է լինելու, շատ կոնկրետ քարտի վրա է լինելու, որով այդ գնումը կատարվել է, որովհետեւ ստիպված չլինենք էլի շատ մոտավոր գլոբալ ֆիսկալ արտոնություններ քննարկել, որը առաջի հերթին արդյունավետ չի այն թիրախի համար, որի համար մենք մտածում ենք, որովհետեւ մենք որպեսզի այսօրվա իրավիճակում որպեսզի թոշակառուն արտոնություն ունենա դեղ գնելից, այդ արտոնությունը ես էլ եմ ստանում, որովհետև մենք թիրախների ենթակառուցվածքներ չունենք, ինչը նորմալ չի։ Այս ենթակառուցվածքը ես կարծում եմ այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի։ Այլ կարծիքներ, հարգելի գործընկերներ, կարևոր հարցի հետ կապված։